Հարտիրոչը համար 45 Սաղմոսի 3-րդ խոսքը Սուրդ մեջքդ կապիր ով հզոր նա է քո պատիվը եւ քո փառքը եւ քո փառքովը հաջողիր եւ ցի հեծիր ճշմարտության եւ եզության եւ արդարության համար Մի անգամ էլ եմ ընթերցում Սուրդ մեջքդ կապիր ով հզոր նա է քո պատիվը եւ քո փառքը Եղբայրներ քույրեր Այս Սաղմոսի հեղինակը Սաղմոս 2-ն գովաբանում է Տերերի Տիրոջը թագավորների թագավորին Որտեղ երկրորդ խոսքի մեջ ասում է դու մարդկանց որդիներից գեղեցկագույնն ես Իմ շարադրած ասում է թագավորի համար է Տերերի Տիրոջ թագավորների թագավորի գովասանքն է եւ Սաղմոս 2-ն ասենք գովում է Տիրոջը օրհնում է Աստծուն փառավորում է իր մեծությունը որպես թագավորի Եվ դրա համար ինչ անում, ասում է սուրդ մեջքդ կապիր, ով հզոր նա է քո պատիվը եւ քո փառքը։ Ընդհանրապես թագավորը փառքի եւ պատվի մեջ է, երբ որ զգեստավորված է իր թագավորական զգեստով, իր գահը, իր գլխին է, իր թագավորական նժույգի վրա նստած է եւ ասենք այդ ծև իր փառքի մեջ է, իր պատվի մեջ է, ինչպես հիշում ենք Եստերի գրքից, երբ որ Ասուրես թագավորը որոշեց հրեա մուրդքեին պատվել, որտեղ հրեա մուրդքեն իրան բարերարություն էր արել, ասենք իրեն պահել էր, ասենք այն բանից, որ պետք է իր հանդեպ, ասենք մահավճիր կայացնեին, մուրդքեն լավություն էր արել, պահել էր եւ թագավորը որոշեց մուրդքեին պատվել։ Եվ մտածում էր, խորհում էր ինչպես պատվել եւ այդ պահին ներս է մտնում Չար Համանը, որ հրեա ազգի Շնամին էր եւ մուրդքեին էլ ուզում էր ոչնչացնել այդ պահին թագավորը հարցնում է Չար Hamanին ինչպես պետք է պատվել այն մարդուն որին թագավորը հաճի պատվել մուրդքեն էլ մտածում է դե Իրանից բացի ելուն պետք է պատվի մտածում է իր մասին է խոսքը ինքն ինչ ասում ասում է պետք է այդ անձնավորությանը հագցնել թագավորական զգեստը նրա թագը դնել նրա գլխին հեծեցնել թագավորական ցիու վրա Եվ շրջելով քաղաքի մեջ, այսպես ասել, այսպես է պատվում թագավորը այն մարդին, որին ուզենա հաճել։ Եվ թագավորն ասում է, ինչպես որ ասեցիր, այդ ձև արա հրեա մուրդքեին։ Այսինքն փառքը, պատիվը թագավորական երևում էր նրա զգեստավորման մեջ, նրա, ասենք, թագի մեջ, նրա, ասենք, այդ փառքի մեջ եւ մանավանդ, երբ որ եղբայրներ քույրեր այդ ամենի հետ լինում էր հաղթությունը Երբ որ սուրը մեջքն է կապում, կանգնում է թագավորը, հզորը եւ մանավանդ որ հաղթություն է լինում։ Իհարկե ռուսերեն թարգմանության մեջ գրված է նա է քո գեղեցկությունը եւ փառքը, նա է քո վայելչությունը, գեղեցկությունը եւ փառքը։ Ստեղ ասում է պատիվը եւ փառքը եւ ասենք մանավանդ երբ որ հաղթություն է լինում, այն ժամանակա թագավորի փառքը, պատիվը բարձանում, ինչպես ես ուզում եի հիշեցնել Պատանի Դավիթը երբ որ հաղթել էր Գողիաթին, այն հսկային որ ահաբեկում էր, որ անընդհատ նեղացնում էր Իսրայել ժողովրդին, մեծից միջև փոքր բոլորին, եւ երբ որ Դավիթը հաղթեց Գողիաթին, այն ժամանակ, երբ որ բոլոր Իսրայելը ուրախության մեջ էր, անցնում էին Իսրայելի կանայք երգ էին երգում, գովաբանելով նրա մեծությունը, ասում էին Սավուղը, այն ժամանակվա թագավորը իր հազարավորներին զարկեց, բայց Դավիթը իր բյուրավորներին։ Այսինքն հազարները տվեցին Սավուղին, բյուրավորները 10,000-ավորները տվեցին Դավիթին, ասենք ոնց որ Դավիթը բարձրացավ ժողովրդի աչքի առաջ, ինչի համար որ հետև այդ հաղթությունը եղել էր։ Թե Դավիթը եւ թե նրա սերնդից եղող բոլոր թագավորները կարելի ասել Իսրայելի զորքերի առաջնորդներն էին։ Իսրայելի զորքերի գերագույն հրամանատարներն էին։ Նրանք Աստծուց կարգված էին, որպեսզի իր Իսրայել ժողովուրդը պաշտպանեին թշնամիներից։ Խոսքի սկզբում Այս Սաղմոս 2-ն, որ գովերքում է այստեղ թագավորին իր մեծությունը, իր փառքը, իր պատիվը, սա ակնարկում է զորած Տիրոջը, թագավորին Տերերի Տիրոջը։ Եվ այդ կերպարը 5 դակարանում ներկայացնում է ինքը Աստված, զորած Տերը, որ միշտ պատերազմել է Իսրայելի պատերազմները, միշտ Իսրայելի կողքին եղել, միշտ Իսրայելին ազատել է իր թշնամիներից եւ իր փառքով փառավորվել է։ Իսկ նոր կտակարանում դա եղբայրներ քույրեր վերաբերում է մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որ ինքն է թագավորների թագավորը, Տերերի Տերը, ինքնասկիզբը եւ վերջը, ալֆան օմեգան, ամեն բան նրանով է եւ ամեն բան նրանից է եւ դեպի նա է ուղղված փառք իրան։
Իսկ ինչ է ներկայացնում իրանից սուրը, չէ՞ որ ասում է սուրդ մեջքդ կապիրով հզոր, նա է քո գեղեցկությունը, նա է քո պատիվը եւ փառքը։ Սուրը ինչի մասին է ներկայացնում, որ բերում է փառք, բերում է պատիվ, բերում է վայելչություն, գեղեցկություն թագավորին։ Սուրը եղբայրներ քույրեր Աստծո խոսքի մեջ ներկայացվում է որպես հենց Աստծո խոսքը։ Տիրոջ բերանից դուրս եկած խոսքը, այդ սուրը, որ թագավորին փառք է տալիս, գեղեցկություն է տալիս, պատիվ է բերում, դա իր կենարար, կենթանի խոսքն է։ Այդ մասին շատ տեղեր է գրված, ես որոշ տեղեր կհիշեցնեմ, Եփեսացիս 6-րդ գլխի 17 խոսքի մեջ, այնտեղ Պողոս առաքյալը ներկայացնում է Աստծո սպառազինությունը եւ վերջում ներկայացնում է եւ հոգու սուրը, որ է Աստծո խոսքը։ Ասենք ընդ ներկայացնում է թե Աստծո զավակը ոնց պետք է սպառազինվի ճշտամու դեմ, խավարի իշխանի դեմ, այնտեղ ներկայացնում է ուրեմն արդարության զրահը, ճշմարտության գոտին, խաղաղության ավետարանի կոշիկները, հավատքի վահանը, փրկության սաղավարտը եւ վերջում էլ ասում է եւ հոգու սուրը, որ է Աստծո խոսքը։ Հայտնության գրքի մեջ ես երկու տեղ կընթերցեմ, որ հաստատվի այդ խոսքը, որ սուրը դա հենց Աստծո խոսքն է ներկայացնում, Հայտնության առաջի գլխի 16 խոսքի մեջ գրված է Տիրոջ մասին է խոսքը, եւ իր աջ ձեռքում 7 թասկեր ուներ, եւ նրա բերանից սրած երկբերան սուր է դուրս գալիս, եւ նրա երեսը ինչպես արեգակը, որ ճառագայթում է իր զորությամբ։ Ասում են նրա բերանից երկբերան սուր է դուրս գալիս։ Ընդհանրապես սուրը ձեռքում է լինում, բայց այստեղ նկարագրում է, որ բերանից է դուրս գալիս։ Այստեղ հաստատում է, որ այդ բերանից դուրս եկած սուրը Աստծո խոսքն է։ Եվ 19-րդ գլխի Հայտնության 15 խոսքը։ Եվ նրա բերանից դուրս է գալիս սրած սուր, որ նրանով զարկե ազգերը, եւ ինքը հովվեն նրանց երկաթե գավազանով, եւ ինքը կողում է Աստծո ամենակարող Աստծո բարկության եւ սրբնոտության գինու հնձանը։ Այստեղ էլ նույն ձև նկարագրում է, որ այդ սուրը դուրս է գալիս հզորի բերանից, դա Աստծո խոսքն է, եղբայրներ քույրեր, որով ինքը պետք է զարկե հեթանոսներին, որով ինքը պետք է զարկե ազգերին եւ երկաթե գավազանով պետք է հովվեն նրանց։ Եբրայեցիս 4:12-ում էլ եղբայրները շատ են այդ մասին ասել, որ Աստծո խոսքը նման է, ավելի կտրուկ է։ Ուրեմն Եբրայեցիս 4:12-ում ասում է, որովհետև Աստծո խոսքը կենթանի է եւ զորավոր եւ ամեն երկծայրի սուրից ավելի կտրուկ է եւ թափանցում է մինչեւ շունչի եւ ոգու եւ հոդվածների եւ ծուծի բաժանվելը եւ քննող է սրտի մտքերը եւ խորհուրդները։ Ուրեմն եղբայրներ քույրեր, ասենք պարզ հասկացվեց, հասկանալի է, որ այդ սուրը, որ թագավորին բերում է պատիվ, թագավորին բերում է վայելչություն, թագավորին բերում է փառք, դա իր կենթանի զորավոր խոսքն է, որ թափանցում է մինչև մարդկանց ներքնաշխարը, հոդվածների եւ ծուծի բաժանվելը, քննում է մարդու սրտի եւ մտքի խորհուրդները եւ վերահանում ամեն բան։ Թող Տերը օրհնի եղբայրներ քույրեր։ 138 Սաղմոսի 2-րդ խոսքի մեջ, 138 Սաղմոսի 2-րդ խոսքի մեջ գովվում է Տիրոջ խոսքը, որ ասում է դու քո բոլոր անունից բարձր մեծացրեցիր քո խոսքը, փառք Տիրոջը։ Եղբայրներ քույրեր, Աստծո համար գրված է, որ Աստված իր բոլոր անունից բարձր մեծացրեց իր խոսքը։ Գերագույն հեղինակություն, գերագույն ճշմարտություն է Աստծո խոսքը, որ ամեն ինչից վեր է, ամեն ինչից բարձր է։ Եթե Աստված է այդ ձև նայում իր խոսքին, եթե Աստված է այդ ձև վարվում իր խոսքին, որքան ավելի մենք մահկանացու մարդիկ ես։ Պետք է մեր համար էլ ամենագերագույն տեղում, ամենաբարձր տեղում լինի Տիրոջը խոսքը։ Ուրեմն եղբայրներ քույրեր, Սուրբ գրքի մեջ Աստծո խոսքը շատ կերպերով է ներկայացված, հատկապես այդ մասին 119 Սաղմոսի մեջ է գրված, ովքեր ուզում են կարող են անընթերցել, ներկայացում է որպես հաց, ջուր, տեղ, լույս, ճրակ, մեղր, մուրճ, կրակ, ամեն կերպերով ներկայացում է։ Նոր Կտակարանում այդ մասին խոսում է, ասում է Աստծո խոսքը հոգի եւ կյանք է։ Տեր Հիսուսն ասավ մարմինը ոչինչ օգուտ չունի։ Այն խոսքերը, որ ես ձեզ հետ խոսեցի, հոգի եւ կյանք է։ Աստծո խոսքը արարող է, եղբայրներ քույրեր։ Արարչագործության սկզբում Աստված ասեց լույս լինի, լույս եղավ։ Եվ այդ լույսը որտեղ ծագեց, Պողոս առաքյալը հետո մեկնում է, որ ծագեց մեր սրտերի մեջ ավետարանի փառավոր լուսավորությունը։ 107 Սաղմոսի 20 խոսքի մեջ գրված է. Աստված ուղարկում է իր խոսքը եւ իր խոսքը ինչ անում, բժշկություն է անում։ Բժշկող է, եղբայրներ քույրեր, արարող է, լույս տվող է, կյանք տվող է, հաց տվող է, ամեն բանը Աստծո խոսքը շատ կերպերով է ներկայացվում։ Եղբայրներ քույրեր,
19 Սաղմոսի մեջ առաջինից 4-րդ խոսքերի մեջ գրված է. երկինքները պատմում են Աստծո փառքը եւ հաստատությունը իմացնում է նրա ձեռքի գործերը, օրը օրին խոսք է բխում եւ գիշերը գիշերին գիտություն է ցույց տալիս, լեզու չկա եւ խոսք չկա, նրանց ձայնը լսելի չէ, բայց նրանց բարբառը դուրս է գալիս ամեն երկիրը եւ նրա խոսքը մինչեւ աշխարհի ծայրերը, արեգակի համար խորան դրավ, նրանց միջում է։ Ուրեմն այս երկինքները, այս լրիվը պատմում է Աստծո փառքը, որ իր խոսքով արարվե, որովհետև Եբրայեցիս 11-րդ գլուխը, որ հավատքի գլուխ է համարվում, Եբրայեցիս 11-րդ գլխի 3-րդ խոսքի մեջ գրված է. հավատքով ենք իմանում, որ աշխարհները Աստծո խոսքով են հաստատված, որ չերևոցներից այս երևացածները եղած են։ Հավատքով ենք իմանում, որ աշխարհները Աստծո խոսքով են հաստատված, որ այդ չերևողներից այս երևողները երևում են։ Թող Տերը օրհնի եղբայրներ քույրեր, այսքան կերպերով ներկայացում է Աստծո խոսքը։ Աստծո խոսքով մարդու մեջ բերում է կյանք, Աստծո խոսքը մարդու մեջ բերում է լույս, Աստծո խոսքը մարդուն ազատում է իր մեղքի գերությունից։ Աստծո խոսքը եղբայրներ քույրեր, վերջի մարդուն առաջնորդում է հավատքի։ Գրված է, չէ, Հռոմեացիս 10:17-ում, որովհետև հավատքը լսելուցն է եւ լսելը Աստծո խոսքից։ Մարդը Աստծո խոսքն է լսում, որ հավատում է Տիրոջը։ Եվ ինչպես ես քիչ առաջ 138 Սաղմոսի 2-րդ խոսքը ասեցի, եղբայրներ քույրեր, այն Աստծո զավակը, այն քրիստոնյան, որ հավատացել է Տիրոջը, որ պինդ է բռնել Տիրոջը, որ իր կյանքում հեղաշրջում է եղել, իր կյանքը ամբողջովին փոխվել է եւ ինքը դարձել է Աստծուն, վերստին ծնվել է, իր համար ավելի մեծ հեղինակություն չկա, քան թե Աստծո խոսքը։ Իր համար ամենագերագույն, ամենապարսագույն ճշմարտությունը Աստծո խոսքն է, եղբայրներ քույրեր։ Եվ Աստծո խոսքից դուրս ինքը, ասենք, ոչինչ չի տեսնում։ Աստծո խոսքը ինքը չի կարող, ասենք, փոխզիջման գնալ որևիցե մի բանի հետ, որևիցե մի գերագույն խոսքի հետ, գերագույն մարդու խոսքի հետ, ինչպես երբ որ առաջի դարում առաքյալներին կանչեցին իրենց ահաբեկեցին, որ այլևս Հիսուսի անունով չխոսալ, եղբայրներն ասեցին՝ դու ինքդ տես, ում ավելի հեշտ լսել, ճիշտ լսել, ցես լսել, մարդկանց թե Աստծուն լսել։ Ինչպես երեք եղբայրներից պատմեցի, որ մի անձնավորություն, որ ասենք մի բարձրաստիճան մարդու, որ ասենք ինքը գնդապետ է լինում, դրան ավելի չի լսում, քան թե Աստծուն է լսում, այդ մարդն ասում է՝ այ մարդ, դու ինչի ես Աստծուն ավելի շատ լսում, քան թե ինձ լսում։ Այս եղբայրը պատասխանում է, ասում է՝ դու քանի հատ Աստծուն ես, ասում է՝ չես տեսնում, 3 հատ Աստծուն եմ։ Ասում է՝ հələ նայի երկինք տեսիմ Աստվածը քանի հատ Աստծուն է, ես ոնց քեզ լսեմ, դրան չլսեմ։ Հələ տես ինչքան փառքով փառավորված է։ Եղբայրներ քույրեր, Աստված օրհնի, Աստծո ողորմությունը լինի։ Այս վերջերս եղբայրներից մեկը պատմեց մի հատ փոքր աղջկա հավատքի մասին, թե ինչքան է ինքը պինդ բռնած Աստծո խոսքից, եւ մի հատ աթեիստ հարևան ունի։ Այդ աթեիստ հարևանը անընդհատ ոնց որ սատանան դրան օգտագործի, որպեսզի այս երեխուն հավատքը կոտրի, որպեսզի այս երեխուն շեղի հավատքից։ Ու երբ որ պաշտամունքից այս երեխին գալիս է տուն, այս աթեիստ հարևանը հարցնում է Հովնան մարգարեի մասին։ Ասում է, օրինակ, Հովնան մարգարեին հավատում ես դու, որ տես կարած, ասում է, իհարկե հավատում եմ։ Ասում է, ո՞նց ես հավատում, որ ասենք իր, ասենք, 3 օր լինելը կետի փորում, ո՞նց ես հավատում, չէ՞ որ կետի կոկորդը շատ նեղա, ինքը ո՞նց ընդեղով կանցներ եւ այլը։ Այս երեխան ասում է, Աստծո խոսքի մեջ այդպես գրած է եւ ես հավատում եմ։ Ինձ գիտությունը ոչ մի բանը չի կարող շփոթեցնել։ Հիմա այս աթեիստ հարևանը ավելի է շարունակում իր պայքարը ու ասում է, բա ասենք ոնց կարող է 3 օր կետի ստամոքսում մնալ, չէ՞ որ այնտեղ թույնավոր գազեր կան, մարդը կարող է խեղդվել, չգիտեմ, ահավոր բաներ էլ նես ներկայացնում է, այս երեխան չի շփոթվում։ Ասում է, երբ որ ես գնամ երկինք, այնտեղ Հովնան մարգարեին կտեսնեմ ու հարցնեմ, կասեմ, այս աթեիստը շարունակում է, ուզում է կոտրել այս երեխու հավատքը, ասում է, բա որ հանկարծ գնաս երկինք ու պարզվի, որ Հովնան մարգարեն երկնքում չի, այլ դժոխքում է, այն ժամանակ ինչ կանես։ Ասում է, այն ժամանակ դու կհարցնես։ Հավատում է, որ ասենք ինքը, եթե ընդեղ չլինի, ասենք անպայման ընդեղ պետք է լինի, եւ ինքը եղբայրներ քույրեր, այդ ծևել շփոթված թողնում կնում է, որովհետեւ չի կարողանում այդ երեխուն ինչ անել, երելեր, չի կարողանում տատանել, որովհետեւ ինքը պինդ է բռնած Աստծո խոսքից։
Եվ վերջապես, եղբայրներ քույրեր, այսքան Աստծո խոսքի շուրջը խոսալուց հետո մեկ այնքան էլ խոսանք դեռ քիչ է, համենայն դեպս Սաղմոսի մեջ Աստծո խոսքը ներկայացված է որպես սուր։ Եվ ես կուզեի, ասենք վերջում ամփոփելով խոսքը, այդ սուրի մասին խոսալ եղբայրներ քույրեր, Աստծո խոսքը ներկայացված է որպես սուր, որը հաղթություն է տալիս թագավորին, որը պատիվ է բերում թագավորին, որը փառք է բերում թագավորին, եւ մի դրվագ ես ուզում եմ ընթերցել նոր կտակարանից եղբայրներ քույրեր, Մատթեոս ավետարան 4-րդ գլխի 4 խոսքի առաջի խոսքից։ Մատթեոս ավետարան 4-րդ գլուխ առաջի խոսքից։ Այն ժամանակ Հիսուսը հոգիից անապատ տարվեցավ, որ փորձվի սատանայից, եւ 40 օր եւ 40 գիշեր ծոմ պահելուց հետո սովեց։ Եվ փորձիչը նրա մոտ գալով ասեց. «Եթե Աստծո որդի ես, ասիր, որ այս քարերը հաց լինեն»։ Նա էլ պատասխան տվավ եւ ասեց. «Գրված է, ոչ միայն հացով կապրի մարդ, այլ ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից»։ Իհարկե, այս լրիվ գրված է, այս Տեր Հիսուսը, որ այս խոսքերը մեջ է բերում, լրիվ գրված է 5 տակարանում, եղբայրներ քույրեր։ Ուրեմն ես Եփեսացիս թղթի մեջ ներկայացրի Աստծո սպառազինությունների մասին, որ բոլոր այդ սպառազինությունները պաշտպանական միջոցներ են, բայց հոգուց սուրը, որ Աստծո խոսքն է, հարձակման համար է։ Հիմա եղբայրներ քույրեր, այստեղ սատանան ուզեց փորձել Տիրոջը 40 օրվա ծոմապահությունից հետո, իհարկե մարմնի մեջ էր Տեր Հիսուսը սովեց, եւ փորձիչը ուզեց նրան ինչ անել, փորձելով ասել. «Եթե Աստծո որդի ես, այս քարերին ասա թող հաց լինեն, որ դու ուտես»։ Տեր Հիսուսն ինչ արեց։ Տեր Հիսուսը չասավ ես Աստծո որդի եմ, ես հիմա հրաշք կանեմ, երկնքի չգիտեմ ինչ էր, տեն չասավ։ Ինքը դիմեց սրին, ինքը իր սուրը վերցրեց, ասավ գրված է, ասինքն Աստծո խոսքը մեջ բերեց, եւ Աստծո խոսքով կարելի ասել մի հատ հարված տվեց սատանային։ Հաջորդ մոտեցումը սատանայի, որ մոտեցավ, սատանան նրան տարավ սուրբ քաղաքը եւ կանգնեցեց նրան տաճարի աշտարակի վրա եւ ասեց նրան. «Եթե Աստծո որդի ես, քեզ վայր գցի, որտեւ գրված է, թե հրեշտակներին կհրամարե քեզ համար եւ նրանք ձեռների վրա կբարձրացնեն քեզ, որ քո ոտքը քարին չտեպցնես երբեք»։ Հիսուս նրան ասեց. «Դարձյալ գրված է, թե մի փորձիր Տիրոջը քո Աստծուն»։ Իհարկե փորձիչը շարունակեց այդ փորձությունը, ասենք պատերազմը, ասենք Տեր Հիսուսին տարավ սուրբ քաղաքը, բարձրացեց տաճարի վրա ու ասավ գրված է։ Հիմա փորձիչը փորձեց Տիրոջը, ասենք Աստծո խոսքով շփոթեցնել։ Ինքը մեջ բերեց 91 Սաղմոսի խոսքերը, բայց 91 Սաղմոսի խոսքերը խեղաթյուրված, այնպես ինչպես 91 Սաղմոսում է գրված, ինքը այդ ծև չարեց։ Այնտեղ գրած է, եթե ընկնես Տերը քեզ կպայի, այստեղ ասում է դու քեզ գցի Տերը կպայի։ Այսինքն ինքը փոխածևով արեց։ Տեր Հիսուսն ասեց դարձյալ գրված է։ Մի փորձիր քո Տեր Աստծուն։ Այսինքն դարձյալ ինքը իր սուրը ինչ արեց, հանեց եւ ասենք զարքեց սատանային։ Եվ երրորդ դեպքում դարձյալ առավ տարավ նրան սատանան մի շատ բարձր սար եւ ցույց տվավ նրան աշխարհի բոլոր թագավորությունները եւ նրանց փառքը եւ ասեց նրան. «Սրանց ամենքը քեզ կտամ, եթե ընկած երկրպագես ինձ»։ Այն ժամանակ ասեց նրան Հիսուսը. «Դեն կնա սատանա, որտեւ գրված է, թե Տիրոջը քո Աստծուն երկրպագիր եւ միայն նրան պաշտիր»։ Այն ժամանակ սատանան թողեց նրան եւ հրեշտակները մոտ եկան եւ ծառայում էին նրան։ Փառք Հիսուսին, եղբայրներ քույրեր։ Վերջում էլ փորձեց սատանան հրապուրել նրան աշխարհի փառքով, աշխարհի թագավորություններով, ու Տեր Հիսուսն ասեց գրված է, դարձյալ գրված է, որ քո Տեր Աստծուն միայն երկրպագիր ու նրան պաշտիր։ Ու գրված է, որ սատանան ինչ արեց, իր պարտությունը կնքելով թողեց հեռացավ նրանից, եւ արդեն հրեշտակներն էին նրան ծառայություն անում։ Եղբայրներ քույրեր, Տեր Հիսուսը իր սուրը կապեց, իր սուրը վերցրեց Աստծո խոսքը եւ պատվով ու փառքով հաղթանակ տարավ անօրերի նկատմամբ։ Այդ նույն հաղթությունը ինքը տվել է նաեւ մեզ, եղբայրներ քույրեր։ Այս խոչի գրվել, որ մենք կարդանք ու անցնենք, այս նույնը տված է նաեւ մեզ։ Մանավանդ այս վերջի օրերում, այս նեղության օրերում, այս դժվարության օրերում, որ աշխարհի մեջ քաոս է տևում, ամենուրեք, ոչ մի տեղ այնպես մի հատ հանգիստ տեղ չկա երկրագնդի վրա, անընդհատ կարող է փորձիչը մոտենա, ասա, բայ եթե դու Աստծո զավակ ես, բայ եթե հավատացել ես, ինչի՞ ասես քո վիճակը, ինչի՞ ես այսքան աղքատիկ ապրում, ինչի՞ ես այսպես նեղ ապրում։ Եղբայրներ քույրեր, մի նայիր քո վիճակին, մի նայիր այսօր թե դու ինչ ես ծնվել, ինչ չես ծնվել, վերցրու սուրը, ասա գրված է։ Երկրորդ անգամ որ մտնում, ասա դարձյալ գրված է, դու դիմիր Աստծո խոսքին, վերցրու Աստծո խոսքը որպես
հարցակողական միջոց եւ կտեսնես այդ հաղթությունը եւ անօրենը ինչպես փորձիչը թողեց Տեր Հիսուսը ներառացավ, այնպես էլ քեզանից կհեռանա։ Քանի դու նես պաշտպանվում ես, քանի դու նես նեղված ես, ընկճված ես, թուլանում ես, այս նեղություններից, այս դժվարություններից, անընդհատ ինքը կհարցակվի քո վրա, բայց երբ որ դու դիմում ես սրին, երբ որ դու դիմում ես Աստծո խոսքին, այն սրին, որով քո Տերը, քո Թագավորը փառավորվեց, պատվով փառավորվեց թե երկրի վրա, թե երկնքում, այդ նույն փառքը ու պատիվը իր սրի միջոցով, իր խոսքի միջոցով ինքը տվել է իր բոլոր զավակներին։ Ինչպես 149 Սաղմոսի մեջ գրված է, 149 Սաղմոսի 6 խոսքի մեջ, 6 խոսքից գրված է. Աստծո գովասանքը նրանց բերանում լինի եւ երկսայրի սուրը նրանց ձեռքերում, որ վրեժխնդրություն անեն էթանոսների մեջ եւ պատիժ ազգերի մեջ, որ նրանց թագավորներին կապեն շղթաներով եւ նրանց իշխաններին երկաթե ոտնակապերով, որ նրանց վրա կատարվի գրված դատաստանը, այս փառքը նրա ամեն սրբերինն է։ Ալելույա, ամեն։ Փառք Հիսուսին, եղբայրներ քույրեր։ Տիրոջ, ասենք գովասանքը պետք է լինի մեր բերանում, երկսայրի սուրը մեր ձեռքերում եւ պետք է այդ պատերազմի գնանք, որպեսզի սատանայի խավար ուժերի դեմ պատերազմելով նրանց թագավորներին կապենք շղթաներով եւ կատարվի գրված դատաստանը, ու սա գրված է եղբայրներ քույրեր, մենակ եղբայրներին չի տրված, մենակ քարոզիչներին չի տրված, գրված է այս փառքը նրա ամեն սրբերինն է, փառք Հիսուսին։ Այս փառքը Տերը, այդ փառքով, որ փառավորվեց իր խոսքով, կենթանի խոսքով, թե երկրի վրա, թե երկնքում, ինքը բոլորիս է տվել։ Այդ փառքը մեր բոլորիս է տվել։ Եղբայրներ քույրեր, դրա համար Տերը օգնի, Աստծո ողորմությունը լինի, որ երբեք արտաքին այս երևույթներից, նեղություններից, դժվարություններից, ինչքան գնալով աշխարհը նեղության մեջ է, չարչարանքի մեջ է, դժվարության մեջ է, ասենք նեղությունների ու հալածանքների բովի մեջ է, այնքան Աստծո զավակը ոչ թե պետք է ընկճվի, տկարանա, թուլանա, այլ այնքան պետք է ինքը զորանա, որովհետև դրանք մի բանի մասին են խոսում, որ գնալով ժամանակը մոտենում է, շատ քիչ ժամանակ հետո մենք պետք է միանանք մեր Փրկչին եւ հավիտյան իր հետ լինենք, փառք իրան։ Դրա համար նեղությունը, դժվարությունը, նյութական անբավարարվածությունը ոչ մի բանը չպիտի իշխի Աստծո զավակի վրա նրան նեղություն տալու։ Տերը մեզ տվել է իր սուրը, Տերը մեզ տվել է իր փառքը, պատիվը, որպեսզի մենք էլ սրանով կարողանանք անօրենին դեմ կենալ եւ միշտ դիմելով նրան այդ Տիրոջ փառքը, պատիվը հռչակենք, թե եկեղեցու մեջ, թե մեր ընտանիքների մեջ, թե մեր շուրջ բոլորը։ Դրա համար Տերը օգնի, Աստծո ողորմությունը լինի։ Եթե այդ վիճակով ես եկել այսօր պաշտամունքի, եթե տկարացած ես, թուլացած ես, հավատքի ծնկած ես, մտածում ես մեր վերջը ոնց պետք է լինի, ասենք ես չգիտեմ, այդ ծև միգուցե աշխարհիկներն են մտածում, թե նրանց վերջը ինչ պետք է լինի։ Եղբայրներ քույրեր, բայց Աստծո զավակը գիտի իր վերջը ինչ կլինի։ Վերջում գիտենք ինչ պետք է լինի, ասում է, եւ այս երջանիկ հույսն ունենք եղբայրներ քույրեր, որ հիմա Աստծո որդիք ենք եւ չգիտենք ինչ կլինենք, բայց վերջը, երբ որ Տեր Հիսուսը գա, երբ որ նրան կտեսնենք, նրա նման կլինենք, որտեվ կտեսնենք նրան ինչպես որ է։ Դրա համար Տերը թող օրհնի, Աստծո ողորմությունը լինի։ Եթե ընկճվածություն է եկել քո վրա, եթե տրտմություն է եկել քո վրա, եթե խավարն ու մրապն է տիրել քեզ, եթե անավատությունն է տիրել քեզ, եւ չգիտես թե ինչ պետք է անես, վաղը մյուս օրը աշխարհը գնալով դժվարանում է ու նեղությունների մեջ է, դիմիր Տիրոջը, խնդրի իրան, ինչպես Սաղմոս 2-ն էր ասում, սուրդ մեջքդ կապիրով հզոր, որովհետև նա է քո փառքը ու պատիվը։ Խնդրիր Տիրոջը, որ Տերը իր խոսքով, իր փառքով բարձրանա քո ընտանիքի մեջ, մեր եկեղեցու մեջ, եղբայրներ քույրեր, եւ իր փառքը տարածվի ամենուր։